կռիվ են անում, մարդիկ վազալով գնացին կողքից, այ քեզ բան։ Ուժեղ մարդը ֆիզիկական ուժի չի դիմի, թույլ մարդն է, որ խփում է կամ ֆիզիկական ուժ է գործադրում։ Երևի հանգստացան արդեն, կրքերը հանդարտվեցին։ Խփում էին իրար, որովհետև տարբեր կողմերից վազալով գնացին մարդիկ, որ հանդարտեցնեին։ Լավ չի, լավ չի։ Գնամ լվացքն էի հավաքում, ես էլ հավաքեմ, հաց ուտեմ, որ դուրս գամ։ Հա, իհարկե։ Սովա հենը ինչ է, ինքը ռոմը լնի, լսնի փորը, գիշերն էլ հանգտենան գերը քնացա, վիզը կտրի, ունեցված կտան, գրպանի։ 62,000 դրամ ստացող մարդ, այդ ոնց է ալնում է, 200 հատ, ոնց ես է, 200 հատ տանում ես, ինչ անես, դա մի հատ, 2 հատ, 3 հատ, հասկացան, հաց տուխը թող, չեթա խանութից հաց արնի, հա, այդ ոսկի, հա, մի հատ հաց է իրա սանվելու, հաց տուխա տանի, հասկացան, ներմոտ չի ստացվում է, պետական ամեն մտածելակերպ է, նորվա բան չի, Իհարկե, նորվա բան չի, 500 տարի առաջ էլ նույններ, ժամանակի մաղով կար, ուրեմն աստիճանա չէ, առաջ աշնա, երկրորդ, նույն էլ բանա, ազգը, ձևավորվում է, առաջ ոնց է եղել, ցեղ, չէ, ամի մարդն է եղել, հետո ցեղ ազգ, հետո ցեղից անցել են ազգերը, կրծությունից հեռու, ոչ մի բան չկի, ոչ գիտեմ, ոչ գրականություն, բայց ընտրում են ցեղապետ ու ցեղապետին բան են անում, լսում են, ցեղապետը ինչ ասում է, նախ ընտրում են նենց մարդը, որ սարեցվելու կա, կապ չունի անձը, բարեկամա, եսի մեսա, հետո տեսեք, դաժե մենք ցեղ չենք ձևավորված, մենք ոսկի սրանք ասենք մասիստի, անդրանք ասենք, հենականցի, Ղարաբաղցի կասի, երևանցի, աստեղ երևանցի կասի, եսի ավանցի կասի մեր թաղից, շենքի մեջ շենքա, պազեզդի մեջ հարգա, այսենց զատում ենք, մեր հարգիցա հալակ չէ դե դավայ դե հիմա, տեսեք լրի մանրանում են, իշխան կանան զատեն, բաժանեն, ատե ուրեմն սետի ոչ կայացած ազգի մասին է, եթե կայքումներ պատժեց մեր միջոցով, հիմա 30 տարի ասեց ռուսը մեր աղբը, իրանց ասույթին չասում, են ձերը որ չեք կարում կտրել, անտունեք դրեք կրճակատին, չեք կարողանակ կտրել, իչև չէ, ենես չի, որ եթե կարում ես կտրի։ Բարի երեկո ժողովուրդ, ատամնաբուժանից եմ դուրս եկել, տամպոնադրել մի քիչ պետք է մնա, մի կես ժամ ասես թող մնա նոր հանի, Աշոտի հետ պայմանավորվել ենք հանդիպենք Հանրապետության հրապարակում, տաքսուն եմ սպասում, հեսա գա ու գնամ։ Այս տարածքում է ատամնաբուժարանում։ Մի րոպեից պետք է հասնի վարորդը։
Ես աշոտի չուտեմ հասել, տամպոնը դեռ բերանում սա, ոնց որ կամպետ գինի բերանս մեջ, գնամ սպասեմ ինչև աշոտը գա, ձեզ էլ հրապարակը ցույց կտամ, ինչքան սիրուն աչ է մեր հրապարակը, ուզում ենք մի քիչ մտնով գայինք, ասենք ավելի սիրուն կլինի, բայց հենց գործը շուտ վերջացրի ես, ատամնաբույժի մոտ, ման կգանք ամեն դեպքում։ Յոթանց կես ա լինում ժամը։ Այն աշոտն էլ եկավ։ Ես քեզանի չուտ հասա։ Հալո։ Քնել ես, հա, ոնց որ քնել ես, հա։ Քնել էիր, հա։ Ահա։ Գնացինք։ Գնանք ման գանք, գնանք։ Գնանք։ Ես որ նկարում ես դիմացը 5 տարի ստեղ աշխատել եմ էլ։ Այս բանն է։ 99 բան ազգային ժողովի նիստերը, ստե կառավարության նիստեր դա։ Այս ժամանակ։ Հա, երկու տարի ու կես ստեղ արինք։ Հա, հետո նոր մնացածը ներկայիս ազգային ժողովի կա դաս, հա։ Բան դալիճում ենք, հետեղ ենք աշխատում։ Հա։ Ահա, գնացինք։ Նստելա տեղ ընդեղ է եղել, նիստերն եք մնաց։ Մենակ նիստերն աստեղ եղել, հա։ Ստե արտաքին գործերի նախարարությունն մի բան հետո հանեցին դերից։ Հիմա բոլոր նախարարությունները իրար հետ չեն տարել մի շենք։ Հետո բանն է։ Պրոֆեսորների գլխավոր վարչությունն է ստե։ Հա։ Յուղնախարարությունն է ստե, յուղնախարարությունը հանի տարան Կեգանի պաշտպանի կազմակերպություն։ Հա։ Բայց շատ սիրուն աստը։ Իսկ այն սև շենքը այն աչ կողմի։ Շուններ, կենտրոնական ունիվերսալ մագլասիններ, Երևանի բաններ։ Հանրախանութ։ Հանրախանութ է։ Հա։ Մի րոպե մի քիչ նկարեմ ցույց տամ, Աշոտ ինձ խնդրել էին, որ Հանրապետության հրապարակը ցույց տամ։ Սպասի մի րոպե։ Այստեղ։ Մարդը շատ է։ Եղանակն էլ է հիմի հաճելի, շոկ չի էլ, ցերեկը լավ շոկ էր, բայց հիմի չէր։ Նախկինում այս շենքի, այսպես գնաց շենքի առաջի հարգը, կենտրոնական գրախանութներ, ամենամեծ գրախանութներ։ Բայց հիմի փակել են, չէ՞, ստեղ։ Դեռ չեմ վաճառել, վաճառել են երևի, սեփականությունը դարել։ Հա։ Կարող ասենք եմ օգտատերը ոչ կա դա ծառայությունը փոխել է նշանակում։ Հա, ինձ գրել էին գրախանութ կա հրապարակի վրա, բայց չկա։ Մենք առաջվա գրախանութը, մենք մի իմ ընկերսել դեր աշխատեմ, Սեֆլեյան Վագի։ Հա։ Ինքն է տնօրենը, հետագայվել ինչ եղավ չգիտեմ։ Իգե բան եղավ, ոտքը ջարդե, Սահակին վատ պայմաններում առողջական։ Երկար ժամանակ այդտեղ շուշում եմ։ Ժողովուրդ ջան, բարեցես։ Այդ որ ասում եք գրախանութ հրապարակի վրա, մենք նախանցյալ տարի որ Հայաստան եկանք, արդեն այդ գրախանութը չկար։ Չկա գրախանութ հրապարակի վրա, փակել են։ Հիմա այդ մեծ գրախանութ վրա ամենա կա SVS նույնիսկ փողոցի վրա, Աբուրման փողոցն է կարծեմ, Բարսելոնայում ենք դեպի Կինո Մոսկվայի մոտակայքը, Կինո Մոսկվայի մոտավորապես դիմացում այդ գրախանութը։ Այստեղ չկա։
Բայց աշխատում է, բաց։ Ինձ թվում է պիտի որ աշխատի։ Հա։ Ինչ հաճելի է ժամին, չէ։ Շոկ չի էլ։ Մարդկա 10-20 տարով չի եղել Հայաստանում, Երևանում, կարոտել են, հա, կարոտել են մարդիկ։ Շփոթվես, բես փոփոխությունների Գնացինք։ Այս իրիկունները բանա, չէ՞ ոնց որ ռիսերով է գունավոր։ Ասենց գնանք ֆրանկին զվով, բայց դեռ Գնացինք։ Գնանք այն կողմով ման գանք։ Կանք ելին գնային, տեսնենք դերեդե սրճարաններ եղան ասում մենք կամ մետրոնիստը դեստակ։ Այդ 10 կոմահատի ժամը մավելա ժամանակ դաստ։ Դեմ սմոկը։ Ինչ է։ Դե հա այդ բանը վերջերն։ Չէ։ Էլի ահագին երկար տևեց։ Ահագին Մարիոթ հյուրանոցը։ Մասնավոր է, հա, բայց ում նա ով է տերը։ Ես 90-ական թվերից կարծես վաճառեցին, դրսից մարդիկ երեկան առան։ Հա, դրսից են առել։ Հա, բանկար։ Փոչոց Սիրուշենկո, չէ։ Հա, մեջն շատ գեղեցիկ սարքած։ Այս ընդհանրապես մեր հրապարակը շատ սիրուն է։ Որ 10 թվին հեղափոխություն եղավ, Հա, Սերժնիկը Ստենստան։ բանակցությունների։ Հա, մենք էլ որ շնչակտուր սպասում էինք։ Հետո ասեց երկրորդ բանակցությանը դու ճիշտ ես սխալ ու բանալ հրաժարվել։ Շատ հաճելի է ստե, շատ։ Հատկապես որ շոկ չի էլ։ Անցնենք այս կողմից։ Այս կողմը մնաց։ Գալիս եմ։ Դատախազության հանրապետական դատախազության։ Հա։ Կարծեմ Անցնենք։ առաջարկտրա դատության նախարարության թե գերագույն դատարաններ էր, թե։ Հա։ Հիմա հեղափոխություն է։ Իսկ մեծ այգի։ Այս այգին վաճառված կեսկեսային իրար մեջ։ Հա, այգին էլ է վաճառվել։ Սրճարաններ։ Աջից։ Հուսամ հասցնում եք նայեք, ժողովուրդ ջան, քայլելով եմ նկարում, որ հնարավորինս շատ բան նկարեմ, ձեզ ցույց տամ։ Հա, այն շատրվանները։ Ձեզ իշնեք հետո նորից մաշկում։ Գնանք, հա։
գնանք այն կողմ։ Այնտեղ մի քիչ կնկարեմ, ես էլ կտեսնեմ։ Հիասքանչ է, ինչքան նայում եմ, հիանում եմ, շատ հավանում եմ մեր հրապարակը։ Այստեղ բանկ։ Ես էլ մի հատ նկարում Հրապարակը ես անում Հինա կառավարության շենքը վարչապետը դեղանցն Հա? Հա Աչքերն էլ փակել էր, որ քներ։ Այս կողմն էլ եմ սիրում, շատ սիրուն աստեղ։ Մի րոպե տեսեմ, կարամ կարդը։ Որ մարդիկներին, ինչ է գրված, կարող ես։ Որ պայքարի լկարդը։ Անկախության։ Իշխանության, որ իշխանության վերջը սկիզբը չտեսանք, սպասի։ Ախ, սովետական իշխանության։ Ես հինա ուրեմն, հա, ու մնացել է։ Հետ ենք վերադառնում էլի։ Ահա։ Չգիտեմ։ Աշխարհի առաջնությունը շարունակվում է ֆուտբոլի։ Հա, լավ։ Պոլուֆինալն է ինչ չգիտեմ, մեկ քառորդն է։ Բանկա։ Իսկ են դիմացինը, հա, էսա դատախազության շենքը։ Հա, Ստեփան Շահումյանի արձանը։ Տես, սովետի ժամանակ դրել են ու մնացել է, էլի։ Տարածքը շատ սիրուն է քաղաքի։ Էլի այս կողմներ։ Հա։ Կանանք նկարում ենք այդ կողմը, մնացել են։ Այն ներքևում քաղաքապետարանն է Երևանի։ Ֆրանսիայի հրապարակը այս կողմում է։ Ֆրանսիայի հրապարակը օպերայի։ Այդ ուրիշ օպերայի մոտ է։ Ոնց որ ծառ լինի այն։ Չիգան, հա, չիգանկա է, շատ սիրուն է։ Հա։
Տեսակ իշ լավ է սարքել ժողովուրդ, նայեք ինչքան սիրուն է։ Դու զանգել էր ասեր հողս։ Դե հիացեք մեր քաղաքամայր Երևանով։ Գեղեցկություն է։ Պաշտոնական տեղեկագիր ինչի մասին։ Քաղաքի։ Ժողովի բանն է։ Ուրեմն Ռուսիա էսվրա հետա։ Հայաստան Հանրապետության օրենքները, հա։ Այս վաճառում են։ Վաճառքի համար է։ Հա։ Այն մարդն ինձ ասեց առողջություն։ Հա? Հա, ոնց որ տես լսեցի։ Փրշտացի մարդ ասեց առողջություն։ Շնորհակալություն։ Վստահ չէ ինձ ասեց, որ շնորհակալություն հայտնի։ Արի։ Իսկ զուգարաններ են փողը։ Շատ լավ է, հասարակական զուգարաններ կան հեսա։ Հաշմանդամների համար, բոլորի համար։ Վճարովի զուգարան։ Հա, բայց որտեղ էիր ասում, որ բան պարում են բանեն օպերայի մոտ։ Ամեն ինչի պարեն են հավաքել։ Օպերայի մոտ։ Օպերայի են դերերի մասը կասկադը ոչ կա։ Հա։ Մենք են անգամ որ եկան գնացինք քալելով գնացինք։ Հա, ոնց չեմ հիշում, հա։ Սրանք տուրիստական ավտոբուսներ են։ Այն մարդան ստերես որ այդ կողմը։ Հա։ Ձերներ սստան գազեն կողմի վրա։ Կրանով բանով հանի գծեցին։ Որ թիվներ։ 9 պատվանդան դրա։ Հա։ Դեվիս տորը մուտքը։ Մեծ պատվանդան։ 91 բան, 91։ Հա։ Հուսով եմ դուք էլ մեր հետ վայելում եք։ Այսինքն հուսով չեմ, վստահ եմ, որ դուք էլ մեր հետ վայելում եք, ժողովուրդ ջան։ Հրաշք է այստեղ, հրաշք։ Փառավորվում է։ Գերմանիա փոստի գրասենյակը տեղափոխեցին բան։ Այն Սարյան փողոցի վրա, այն մեծ շենքեր սարքել է տարան։ Բայց ես ճիշտ եմ հիշում, որ այս շենքում մի ժամանակ բան կար, տուրիստական ինչ-որ գործակալություն կար, ճիշտ եմ հիշում։ Հա։ Հա։ Ստե նաև նախկին քաղաքապետարաններ վայրկոն ինչ է։ Ստե առաջ արբիցներ գերմանական գրասենյակներ սով բան փոստային տարիներին։ Բայց արբիցությունները միջև երբ են գործել Հայաստանում։ Քանդվել։ Միջև 90-ից։ Բայց ափսոս որ հիմա էլ չկար միություն։ Կարող է կա։ Կա։ Բայց զարգացած չէ։ Մոկր դինը։ Շատ աստե արմիությունները աշխատողների իրավունքները պաշտպանող չէ։ Քանի որ մաֆիոզը ոնց ուզենա աշխատող երբ ուզենա ազատ։ Շահագործում է։ Այս նրանք նոր կառուցված բան է, դա հյուրանոց է, նոր շենքեր են, հա։ Ոչ հյուրանոցներ մոռացել եմ արդեն ամենը։ Այդ դիմացից Մի շաբաթ ավել է մնացել եմ։ Հա։ Դեպուտատ եղած ժամանակ, այն մոտուլուս տարիներին ճանապարհները փակել չի գալիս, ստեղ են գալիս։ Հա, փոստը նայի է շուտ, էսա փոստի շենքը։ Բա հիմա ինչ է այս շենքը։ Էլի փոստ է։ Դա առաջինից պետական բաներ են, որ գալիս է փոսալ ու արտասահման բան ստերից է։ Գալիս է ստեր, տնից չէր կարող։ Բա տես եվրոպական երկրների նման փոստի շենքը կենտրոնում է հենց։
Իրացնել է, հա։ Հա, էլի, շատ լավ, ա, Հետո շատ։ բանը այն դեսարտին այդ Սարյան փողոցի վրա։ Հիմա իրաց բանը կենտրոնական ինչա, հայ-պոստը Հա։ մի ինձ անստի։ Բայց դա էլ pedagogan կառույց չի լավ, բանա, հաստավոր է դառնում։ Հաստավոր ընկերություն։ Սա նախարարությունը հիմա այնտեղ է։ Այդ սա տեղափոխել են միշտ։ Հա, այդ նոր շենքում եմ եղել ես մի անգամ, որ աշխատում էի։ Հայաստանի Հանրապետություն, կառավարություն։ Այս նախկինում աշուտն ասեց էկոնոմիկայի նախարարությունն ա եղել, հիմա տեղափոխել են։ Սիրուն, խնամված, շատ սիրուն է տարածքը։ Սերևի էլի նախարարությունը էկոնոմիկայի մնացել։ Հա? Չեն տեղափոխել։ Որ նշում էր միջումների ժամանակ էր։ Հա։ Մեր կուրսից մի հատ աղջիկը հանդիպեցին։ Եկել Աշխատում էր ստեղ։ մի հատ տղային էր աշխատում էր դեռ։ Շիրինյան խաչիկ բան եղավ։ Հետո այդ նպաստների բանի ղեկավար եղավ նախարարություն կար ինչ բանի։ Սոցապ թե չէ, սոցապ նուրիշ էր։ Երևանը սեր է։ Աբովյան փողոց։ Այս հին Աբովյանն է։ Հին Աբովյան փողոցն է։ Երևան փողոցը սա է։ Նայ։ Իսկ հին Աբովյան փողոցն է, սա երևի։ Հա, ու շատ սիրուն է էլի։ Կողքինը Նալբանդյան փողոցն է։ Հա, տաքսը վարդը ինձ հարցրեց Նալբանդյանի կողմից մոտենամ, ինչ ասես Նալբանդյան փողոցն է պետք։ Այն կողքինը Նալբանդյանն է, Սարդոբյան։ Ես ասեցի Թանգարանի մոտ պետք է գնամ։ Ասեց հա Նալբանդյանը։ Դու ընդեղ էլ եկեի չես։ Հա։ Ես շփոթում եմ արդեն սրանց։ Ահա։ Սին շեքին է։ Սելա շատ սիրուն։ Երևան շատ սիրուն է այս կողմերը։ Բա այս ցախ կողմի շենքը ինչ շենքա։ Ումեսի նախարարության շենք Որ նախարարություն։ նախարարության։ Ընդ այս էր նոր շենքը։ Հա ուրեմն ես այստեղ եմ եղել, որ հենց դպրոցում էի աշխատում, այս նախարարությունը եկել եմ։ Այն մեր դիմացը վերից այդն։ Հա։ Ճանապարհածախս էին տալիս, որ կողքի գյուղերն էինք աշխատում։ Այդ բանի համար է եկել, ինչ էր կոչվում։ Կարճ ասած դրա համար եմ եկել այս նախարարություն։ Այս էլ Նժդեի արձանը։ Ոնց որ լուսավորությունը լավ չլինի, մեծ սրն Գարեգին Նժդեի արձանն է։ Այս հրապարակը կարող է իր անունով է։ Որդիները Հավասարչեն օրենքի առաջ, հետո նախան արչև հաղթական հայրենիք չունենա։ չինք խոսքեր ունեցել։ Այս իստում է հենց իր անունով այս հրապարակը շուտ։ Արարատը կար, Արարատի նկարը։ Հա։ Երևի 30
50-ի վրա տեսքներ փոքր։ 30,000։ Սմեր կարան մինչև 25 իշն։ Հարցրեց ինչ արժի գինը։ Վերնիսաժը արդեն փակվում է, ժողովուրդ ջան, նայեք ձեզ ցույց տա։ Նայեք արդեն փակվում է։ Գնանք մենք մի հատ սրճարան։ Կապուչինո խմենք, կապուչինոն, բայց ես որ խմեմ, կարող է ժամը ուշը չքնեմ։ Պաղ-պաղակ ուտենք ու գնանք։ 10-ին քնենք, լավ, առավոտ քնես երկար։ Լավ վիդեոներս կմշակեմ, կմոնտաժեմ։ Հիմա շատ հաճելի է։ Ծառայություն ունեմ, մի քիչ սա պաղպաղակը։ Ույս ինչ անուշոտ ունի վարդը։ Հա դու շոկոլադ ուզեցիր։ Ես վանիլային եմ սիրում։ Անպաղպաղակն է կալորի աշոտ, համ էլ կապուչինոն։ Հետո պետք է վազանք։ Ժողովրդյան վերնիսաժը արդեն փակ է։ Դրա համար ոչ մի բան ցույց չտվեցի, չգիտեմ, հետո կկարողանամ էլ գամ թե չէ։ Դժվար էլ կարողանամ էլ գամ։ Դե ատամնաբույժից հետո եկանք հրապարակից էլ եկանք այստեղ սուրճ խմելու, ասեցի վերնիսաժն էլ ցույց կտամ, բայց արդեն հավաքել ծածկել են։ Ինձ հետաքրքիր է, որ այդպես ծածկած թողնում են։ Շուտն ասում չեն գողանում, ասում որ ռիսկ կանի, կամերաներ կլինեն հազարադրված։ Գնացինք աշոտ։ Մարդիկ դուրս են եկել, նստած իրանց համար, հանգստանում են, ման են գալիս։ Մարդկանց ապրելակերպը հիմա հիմի ավելի լավ է։ Դե համեմատած նախկինի հետ, օրինակ ասենք մենք վերջին 10 տարիները 10 տարի առաջ մենք ականատեսն ենք ստեղել, գիտենք ինչ վիճակով։ Մարդկանց դեմքին այդքան շատ ժպիտ չկար, մարդիկ չեն ժպտում։ Այսինքն իրանց վիճակը այդքան բարվոք չէր, բայց հիմա բոլորովին հագարակն է, ահագին նես դրական տեղաշարժեր կա, այսպես եմ ասում։ Հիմա ասում ես հրապարակ ես գնում լիքը։ Ես այստեղ լիք է ժաման։ Սրճարաններում նստած, ռեստորաններում նստած։ Իսկ նախկինում սա չկար, քիչ։ Երևի 10-20%-ը հասավ։ Մարդիկ հնարավորություն ունեն, էլի, որ գնում են ռեստորաններ ու սրճարաններ։ Գնանք եկո՞։ Արի այս կողմով գնանք, հա։ Այս կողմը, նայեք, ժողովուրդ, ինչքան, հա, ինչ։ Այս կողմով գնանք։ Նայենք ես ում արձանն է։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր ով է? Արամ Մանուկյան։ Այս դրոշի գույներն են սենց խամրել, թե միշտ սենց է եղել։ Հա? Դրոշի գույները չեն։ Ոնց որ է ծեղան հնաց, կարմիր, կապույտ մեկեր։ Նարնջագույն, բայց ոնց որ խամրած են, էլի։ Հա, դրոշը ձեռն է։ Մեր առաջին վարչապետը։ Առաջին վարչապետը։ Աշխատական Արամ Մանուկյան։ Որքանի, ինչքան կյանք ունեցավ առաջին հանրապետությունը։ Առաջին հանրապետությունը 2 տարի կյանք չունեցավ։ 18 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց, 20 թվականի դեկտեմբերի 1-ին վերացավ։ Նոյեմբերի 28 բանը տոնվում էր, չէ՞ նախկինում Հայաստանում խորհրդային իշխանության հաստատելու օրը։ Հա, սենց մետրո ենք գնում։ Շատ սիրուն տարածքերից դե շատ։